Ավելին, նախագահին ուղղված իր նամակում Մարինովը 10 կետով ցույց է տալիս ժամանակակից ֆիզիկայի դրույթների կեղծ լինելը եւ պահանջում, որ Բեկոկրաֆտ ընկերության վրայից, որը Մարինովի նախագծի համաձայն զբաղվում էր անվառելիք գեներատորների արտադրությամբ, հանդեն բոլոր մեղադրանքները եւ որ անցկացվի բաց դատավարություն, որում ինքը հանդես կգա որպես փաստաբան։ Այս խարդախ գիտության միջոցով ընկերությունները, հետազոտական ինստիտուտները եւ համալսարանները միլիարդավոր գումարներ են ծծում գերմանացի հարկատուների գրպաններից, առանց նույնիսկ նրանց հարցնելու, թե արդյոք նրանք համաձայն են։ Դատավարության ընթացքում ես կմեղադրեմ այդ բոլոր հսկա խաբեբաներին, պահանջելով ամենախիստ պատիժը իրենց հանցագործությունների համար, քանի որ նրանք իրենց էներգիայի աղբյուրներով ոչնչացնում են ամբողջ աշխարհը։ Իր պահանջները չբավարարելու դեպքում Մարինովը խոստանում է ինքնահրկիզվել Քյոլնի դատախազության աստիճանների վրա։ Ստեֆան Մարինովը կառուցել էր տեստատիկայի փոքր մոդելը եւ պատրաստվում էր աշխարհին ներկայացնել դրա աշխատանքի սկզբունքը, միաժամանակ թողարկելով իր սեփական Benetton Color շարժիչը Becocraft ընկերության օգնությամբ։ Բայց նա չհասցրեց ավարտել իր հետազոտությունները։ 1997 թվականի հուլիսի 15-ին պրոֆեսոր Մարինովը գտավ իր ողբերգական վախճանը։ Վարկածներից մեկի համաձայն անհայտ անձինք դուրս էին նետել նրան համալսարանական գրադարանի պատուհանից,